Բարույց հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում նոյանտապանի քննարկում հաղորդաշարն է Երևանից։ Հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-967-531 եւ հայաստանյան 060 3511 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր նոյանտապանի տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան Արտակ Գալստյանին։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ առավոտը մեզ հետ եք սկսում։ Ես եմ շնորհակալ։ Հուսանք լավ առավոտ կդե։ Պարոն Գալստյան, իրադարձությունները արագ են զարգանում, բայց սկսենք նրանից, որ երեկ ոստիկանության զորքերի 30-ամյակը փաստորեն նշվեց եւ ինչպես հայտարարեց Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ, ոստիկանության զորքերը լիովին համահունչ են իրենց կոչման հետ։ Քանի որ դուք ակունքներում եք եղել ոստիկանության զորքերի, կցանկանայի այս ուղերձի հետ համեմատել եւ արդյոք այս 30 տարիների ընթացքում ոստիկանությունը կատարեց իր առջև դրված խնդիրները։ Նայած թե խնդիրասերով ինչ ենք հասկանում, կարծում սահմանադրական խնդիրները ամբողջովին կատարված չեն, եթե կատարված լինեին, չէր լինի այդքան քաղաքական սպանություններ։ Երևի Վահագն Խաչատրյանը նկատի ունի, որ ոստիկանության զորքերը փայլուն դերակատարում են ունեցել դիցուք մարտի 1-ի դեպքերին, հոկտեմբերի 27-ին, ժողովրդին վզումները ցրելու գործում, միգուցե եթե իրանց պատկերացված ոստիկանական զորքերը դրանք են, այո, կարելի ասել, որ իրանց համար դա կայացած է։ Մեր համար մենք որ մտածում ենք, չենք կարծում, որ ոստիկանության զորքերը իրանց իրական առաքելությունը այն է, անաչառ հասարակական կարգի պաշտպանությունը իրականացնում են։ Ամբողջովին ծառայում են ցանկացած գործող իշխանությանը 30 տարի ով եղել է իշխանություն, ներքին զորքերը ծառայել են իրանց նմանատիպ առաքելություն երբևիցե չեն ունեցել, կարծում ստեղ օրենսդրական բացել կա, ընդհանրապես դա պրիդինի առանձին ստորաբաժանում, ես անունը կդնեի նաև ազգային գվարդիա, որը իրոք կպաշտպաներ ազգային շահերը, այլ ոչ թե դիցուք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այսօր Նիկոլ Փաշինյանի։ Այսինքն այդ ով էշինակ փալան քաղաքականությունը պետք է վերացվի։ Եթե դուք լինեք այդ համակարգում, ինչից կսկսեիք փոփոխությունը։ Առաջինը կառուցեի մոտավորապես մի 200-300 քրեական գործ եւ մի ամսվա մեջ կուղարկեի դատարան։ Հենց ոստիկանների միջավ մասնակցությամբ։ Միանշանակ։ Որից հետո Որից հետո կադրային փոփոխություններ կամ կադրերի ընտրությունների ինչի վրա ուշադրություն կդարձնեիք։ Ուրեմն ասում ձեզ Հայաստանի Հանրապետությունում կան բավականին 5 կադրեր, որոնք ունեն բավականին լավ փորձ եւ տարբեր ժամանակներում դուսանեկել համակարգից հենց միայն այն բանի պատճառով, որ չեն ուզեցել դառնան գործի գործող իշխանության ձեռք։ Բավականին հզոր կադրային բանակ ունենք նաև բավականին լավ իրավաբաններ, թե փաստաբանական պալատում, թե քննչական կոմիտեում, թե այնտեղ, որ կարելի է հավաքել համապատասխան ու համապատասխան մարդկանց ստեղծել ստորաբաժանումներ, որոնք ընտիր կաշխատեն։ Անցնենք աղմկահարույց ձայնագրությանը, որը այս մի քանի օրվա ընթացքում եւ հանրության եւ ամբողջ համացանցում դարձավ քննարկման առարկա։ Ինչ է նշանակում, ինչի մասին է վկայում այս ձայնագրությունը, պարոն Գալստյան, սա հարաբերությունների պետական քաղաքական բոլոր սեգմենտներում եւ ում համար էր արված, ինչի համար էր արված եւ որ ժամանակների համար էր այս ամենը արված։ Նայեք, մենք գործ ունենք կլասիկ այն իրավիճակի հետ, որը որ տարիներ շարունակ եղել է։ Ճիշտ է, երբևիցե այս աստիճանի կոշտ ու կոպիտ չեղել, բայց եկեք խոսանք բուն երևույթից, ոչ թե մեթոդիկայից։ Կարևոր 2-3 մեսիջ կա, օրինակ այն որ դիցուք Ռուբեն Վարդազյանի ստիպում էին, որ ինքը հրաժարական տա, ասենք դա մեր համար նորություն չէր, ժամանակին ստիպել են նման կերպ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվե, նմանատիպ 98 թվականին ստիպեցին Բաբկեն Արաքսյանը հրաժարական տվեց, Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն կամպրոմատներով, դեմ տալով, այսպես ասած ժողովրդական լեզվով ասեմ, ստիպել մարդկանց հրաժարական տալ իրանց ընտրովի կամ նշանակովի պաշտոններից, դա հին բարի ավանդույթ է Հայաստանի Հանրապետությունը, որը որ գալիս է 30 տարի։ Այստեղ նորություն չկա։ Հիմնական մեսիջը ինչումներ կայանում, որ փաստացի Գագիկ Ջանգիրյանը իլուր աշխարհի ֆիքսեց հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, որ այս պահին Նիկոլ Փաշինյանն է, Հայաստանի Հանրապետությունը որևիցե խնդիր չի լուծում։ Այն աստիճանի խնդիր չի լուծում, որ իրահասային կարող են նման արտահայտություններ անել սեղանի շուրջ եւ ամենակարևորը ինչն է ինձ հետաքրքրում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որոշակի ուժային համակարգների հետ կապ ունեցող մարդու
Գագիկ Ջանգիրյանն ասում է, որ ինձ հրահանգել են, որ ես դա քեզ ասեմ, բայց այդ ժամանակը, երբ որ կսպարվի ու դու կոնկրետ պատասխան չես տա, արդեն ինքն էլ չի որոշողը իրան կհրահանգեն։ Այսինքն ինքը ուղղակիորեն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ինչ-որ այլ ուժի հրահանգների ենթակայության տակ։ Եթե այդպես չի, Քավլիցի ոչ մեկ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը չի բռնի գործողություններ կատարելու համար։ Հիմա ինչն է այստեղ սարսափելի, դիտելով բանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի 4 տարվա գործունեությունը, ակնհայտ է, որ իր բոլոր գործողությունները ի նպաստ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Այստեղ մոտ տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչով էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հանգարում Ալիևին կամ Էրդողանին, որ ժամանակը տալուց հետո եթե չէ, իրանք պիտի փոխեն հրահանգը, որովհետեւ եթե հավատում ենք Ջանգիրյան Գագիկի խոսքերին, փաստացի Նիկոլ Փաշինյանին հրահանգում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչով էր խանգարում Ռուբեն Վարդազարյանը Էրդողանին կամ Ալիևին։ Առաջին մեսիջը խայտարակ սա է, երկրորդը ես երբևիցե չեմ տեսել, որ ոչ թե պետական պաշտոնյան, այլ մարդը ինքը իր տան մասին, որտեղ որ ինքը աշխատում է, արտահայտվի այդ բառերով։ Ասենք, ու չեմ ուզում ստեղ կրկնեմ մի քիչ եթերային չէ այդ բառերը, խեյով սկսվող արտահայտությունը, որ անում է ԲԴԽ-ի անունով, ինչու՞ չէ նաև իր պաշտոնի հետ կապված։ Հիմա մենք իրավաբաններ ենք, մենք բազմաթիվ դիմումներ ենք ուղարկում Բարձրագույն դատական խորհուրդ, երեք մեր մոտ փոքր քննարկում էր իրավաբաններով, նստած մտածում ենք, ասում ենք հիմա ոնց դիմենք թղթի վերև ինչ լրացնենք ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին, թե ըստ Ջանգիրյանի այսինչ Խ հիմնարկի, այսինչ Խ պաշտոնատար անձին։ Ես կարծում եմ, որ դրանից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները գոնե տարական ինքնասիրություն կունենային, եթե նույնիսկ չէին կարող Ջանգիրյանի հետ իշոնի բանեն, գոնե դիմում կգրեն ու կասեն, որ մենք չենք պատրաստվում աշխատենք այդ կարգի անվանակարգված հիմնարկում կամ նման մարդու հետ, բայց ինչպես տեսանք, ընդհակառակը նույն օրը ափալ-թափալ հավաքվեցին, Վարդազարյան Ռուբիկի լիազորությունները կասեցրեցին, որ ինձ հիմք է տալի ասելու, որ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները լիովին համաձայն են Գագիկ Ջանգիրյանի հետ, այդ որում ինքը նույնպես, որ իրանք այդ խ սկսվող մարդիկ են, իրանց կառույցը հենց այդ խ-ով սկսվող կառույցն է, եւ ինչու՞ չէ իրանց ղեկավարումը ամենամեծ գլխավոր խ-ն, ոնց ասեմ քեզ։ Հիմա այս պարագայում այդ կառույցը, որը որ ուղղված է դատական համակարգում արդարադատություն իրականացնելու եւ ունեն մարդկային այդ որակները, շատ կներես, ես ուղղակի ցավում եմ Հայաստանի Հանրապետության արդարադատության համար։ Ուղղակի։ Դա երկրորդ կարևոր մեսիջն էր, որ ասեց, երրորդը, որ ընդ որում այդ գործի շրջանում ակնհայտ երևաց, որ Ռուբեն Վարդազարյանի դիմաց հարուցված քրեական հետապնդումը արդեն կարելի ասել ապացուցված է, որ քաղաքական ենթատեքստ ուներ, որտեղ այնտեղ եթե հիշում եք, Գագիկ Ջանգիրյանը նաև ֆիքսում է Վահագի անունը, այն հարաճանաչ գործը, ձայնագրությունը եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, ստեղ էլ արդեն պիտի դատախազությունը վերանայի Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործը եւ որոշակի այսօր արդեն բարձր պաշտոն ստացած անձանց նկատմամբ կարծում սուտ մատությունը պիտի առաջադրվի։ Բայց դե բնականաբար սա եթե լինենք իրավական երկիր, բայց քանի որ մենք իրավական երկիր չենք, այլ ժողովրդական բաստիոն ենք, որտեղ դատական համակարգը ղեկավարում են խեյերը, սա Գագիկ Ջանգիրյանի սային բառերը չեն, ու օրենսդրությունով էլ քանի դեռ ոչ մի ԲԴԽ անդամ չի հերքել, որ ինքը նմանատիպ ազնվորություն չի, ես կարծում եմ հասարակության ցանկացած անդամ կարող է օգտագործել այդ բառը, որտեղ բառը դառել է արդեն հանրային, բառը բնականաբար հերքված չի, նույնիսկ հայտարարություն անգամ չեն արել այդ թեմայով։ Պարոն Գալստյան, անընդհատ դուք շեշտեցիք հանրային, հիմա փորձենք անդրադառնալ հանրային ձայնին, փաստորեն, որի հետ դուք համագործակցում եք եւ երեք առաջի անգամ նոր ձևաչափով հանդես եկաք։ Եվ պրոյեկտը Վարդան Ղուկասյանի պրոյեկտն է, դուք գիտեք, մենք ընկերներ ենք, բավականին երկար ճանապարհ ունենք անցած իրար հետ, որոշակի ժամանակ եղել ենք նույն քրեակատարողական հիմնարկում տարբեր խցերում, այսինքն մեր կապը գալիս է անտեղից, ինչպես նաև անցյալ ընտրություններին եւ միջև այսօր ինքը լուրջ դերակատարում ունի մեր կառույցներում, ու կարելի ասել շփումը մեր ամենօրյա է։ Վարդան Ղուկասյանի ծրագիրներ, ես համաձայնվել եմ, որ սկզբնական փուլում, այսպես ասած, ստարտը տալու համար
Կարծում եմ բավականին հաջող ստացվեց, այսօրվա նոր այդ նախաձեռնության իմաստը որն է, որ մենք ունենք բազմաթիվ չբացահայտված սպանություններ, բայց ֆորմատը քանի գնալու է դառնալու ավելի հանրային, որովհետև մենք նոր ասեցի խերի դատավոր լինելու բարձրագույն դատական ատյանում ղեկավարելու դեպքում այսօր ունենք եւ անխուսափելի է, որ լինելու են պատվերով համերգներ, լինելու են կոռուպցիոն գործարքներ, լինելու են անարդար դատավճիռներ կամ վճիռներ, որը որ մենք ունենք նաեւ այսօր։ Նաեւ ես ու Վարդան Ղուկասյանը որոշել ենք, նաեւ ճիշտ է, ինքն էլ է հասկանում, որ լարվածությունը բավականին ծանր ալելու, բայց ոչինչ գնում ենք այդ քայլին, նաեւ սկսելու ենք հասարակ ժողովրդից գործերը, արդեն ավարտված գործերը, որտեղ հստակ բարձ է դատախազի դիրքորոշումը, պաշտպանների դիրքորոշումը, դատանի փաստական հանգամանքները արդեն վերցնելու ենք եւ հանրային դատի շրջաններում փորձելու ենք մաքսիմալ արդար կատարենք այդ դատավարությունները։ Երեկվա փորձը ես կարծում եմ առաջինի համար ընդ որում առանց որևիցե բան պայմանավորվելու կամ սցենար գծելու երկու ընկեր ուղարկի մտել ենք եֆիր, բայց ահագին արդեն հասկացանք ինչը պետք է ուղենք, ինչը պետք է անենք, կարծում եմ բավականին լավ ֆորմատ ած լինելու։ Դիտումներն են բավականին, շատ նշանակում է հետաքրքրություն է ունեցել։ Եվ Մարի ջան, ասեմ ձեզ, ես հույս ունեմ, որ մոտակա մի քանի ամսվա ընթացքում հանրային դատը դառնալու է ալտերնատիվ դատականացիան Հայաստանի Հանրապետությունում, եւ ընդ որում Վարդան Ղուկասյանը մի հատ հետաքրքիր թեզ առաջ քաշում, ասում է մեր վճիռները հանրային դատի ժամանակ պետք է լինեն այն աստիճանի արդար, որ ես իրավունք ունենամ հայտնելու դուրս գալու եւ հայտարարելու, որ մեր իշխանության գալու դեպքում հանրային դատի կայացած վճիռը մտնելու օրինական ուժի մեջ։ Եվ բացի դա, պարոն Գալստյան, դուք հասկանում եք, որ դուք վտանգավոր խաղի մեջ եք մտնում։ Ուրեմն ասեմ ձեզ, ես չեմ կարծում մեր գործունեությունը ավելի վտանգավոր է, քան թե այն հղի աղջկանը, որ ուղարկի փողոցներ անցնում, որի կյանքը խլեց Նիկոլ Փաշինյանի շարասունը։ Ես չեմ կարծում, որ մեր գործողությունները այդքան ավելի վտանգավոր են, քան թե այն անմեղ երեխաներին, որ 3 հոգու սպանեցին, Նիգավանի դեպքերի մասին եմ խոսում։ Ես չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ իմ գործունեությունը ավելի վտանգավոր են, քան 5000 երեխաներին, որոնց գլուխը իրանք են ասում 5000։ Իսկ ձեր անձնական կյանքի հետ կապված այդ վտանգները։ Ես հենց խոսում եմ անձնական կյանքից։ Օրինակ այդ հղի աղջիկը, որի կյանքը խլեց Նիկոլ Փաշինյանի շարասյունը, նա էլ էր զգուշ ապրում։ Ինչ էր արել։ Ոստիկանության գործողությունը այդտեղ ինչպիսին պետք է լիներ։ Ուրեմն ոստիկանությունը պարտավոր էր կանգնեցնել, եթե սկսում ենք ոստիկանությունից։ Ինչա նշանակում ձեն տվեցինք, ասեցինք կանգնի, չկանգնեց։ Դիցուք եթե այդ աղջիկը չէր, ասենք մի հատ գրանատամյոտը ուսին դրած մոջահեդ էր։ Ձեն եք տալու կանգնի, չկանգներ, ասելու եք գնա։ Ապարանի դեպքերի հետ էլ կապված ոստիկանության, այսինքն ոնց ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունում զենքը վխտում է, ոստիկանությունը որևիցե գործողություն չի կատարում դա հետ բերելու համար, այստեղից բխում է հետևությունը, որ սա պետական քաղաքականություն է։ Այս հային կոտորելը միանշանակ ձեռ է տալի այսօրվա իշխանությանը, որովհետև ըստ Գագիկ Ջանգիրյանի փաստացի դուրս է գալի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ուղղակի հրանգներ է ստանում Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Սա ես չեմ ասում, սա Գագիկ Ջանգիրյանի խոսքերի տրամաբանությունն է։ Պարոն Գալստյան, խոսենք նաև Պավել Մանուկյանի Պավել Մանուկյանը փաստորեն այսօր ունի լուրջ առողջական խնդիրներ, կան ահազանգեր, որ միտումնավոր կերպով նրան չեն հետևում նրա առողջությանը եւ այլն։ Ուրեմն ասեմ ձեզ, չեմ բացառում նաև միտումը, բայց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկները որպես գործողականատես մարդ եմ ասում, իրանք չունեն որևիցե տեխնիկական հնարավորություն այնտեղ ինչ-որ մեկին հետևել։ Բոլոր տեսակի հիվանդությունների դեմ իրանք ունեն 2 դեղ ասպիրին դիմիդրոլ։ Խառնում են իրար ցավազրկողը տալիս են, ցարքես ցավազրկում են գնում են։ Ոչ թե իրանք այդպես են ուզում, այլ իրանք չունեն ոչինչ։ Մնացած գումարները ոնց որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի ժամանակ, որը որ դուրս է գրվում հիվանդներին պահելու, ոնց մսխվել այն ժամանակ, նույն ձևի մսխվում է հիմա։ Դա Պավել Մանուկյանի իմ լավագույն ընկերներից է։ Վերջերս դուք ձեր այդ նոր ստեղծված նախաձեռնության։ Այո, բացի այդ մենք իրար ճանաչում ենք դեռ 90-ական թվականներից, մենք մարտական ընկերներ ենք, այն ինչ որ տեղի ունեցավ սպասելի էր, բայց ես կարծում եմ, որ ուղղակի Պավել Մանուկյանը հերթական ԱԺԲ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հերթական խաղի զոհը գնաց, որտեղ ակնհայտ է, որ փորձում են
բևերով Նիկոլ Փաշինյանը նույն ամերիկամետները Թուրքիայի հետ միասին ստեղծեն ալտերնատիվ անդիմության տարբերակ, դրա համար պետք էր ԱԺԲ-ի ղեկավարությանը թողել դուսը, մի քանի հոգու ուղարկել Բերդ, եւ Պավլիկն էլ քանի որ նույն ցուցակի մեջ էր, որ բայց Բևերի հետ որևիցե կապ չուներ, ուղարկեցին ընդ։ Կարծում եմ այս մղձավանջը Պավլիկի համար շատ շուտով կավարտվի։ Մեր հաշվարկներով մաքսիմում 6 ամիս մի տարվա ընթացքում լինելու ասենց քաղաքական սուր պայքար, որի արդյունքում Բևերը արձանագրելու է իր հաղթանակը, հանելու է իր հերոսներին բանտից, որոնք որ գալու են ղեկավարեն նոր ընդդիմադիր շարժումը։ Այս սցենարն են այսօր աշխատացնում, վերջում էլ կստիպեն իբր թե իրանց հաղթանակը եւս մեկ անգամ ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը ներում կստորագրի, համ մի քիչ իր ռեյտինգը կբարձրանա, համ իրանց նորից սցենար եք դուք ներկայացնում։ Ուրեմն ինչպես տեսնում եք, իմ սցենարները գրեթե բոլորը իրականանում են, կարող է ժամանակային առումով դեռ վերջնական արդյունքի չեն հասել, բայց երբ եմ ասել, որ ապրիլին սկսվելու հասարակությունները սկսվեց։ Այլ բան է, որ մարդիկ կարողացան նորից նստեն ընդհանուր շահանի շուրջ, փողերը կիսեն, վրանները հավաքեն կամ էս անեն կամ այնան։ Փողերը կիսեցին, ըստ ձեզ վրաները հավաքեցին, բայց քաղաքական դաշտում հենց իրենց ներսում տեսնում ենք, որ լինում են արդեն անջատումներ։ Դե ես կարծում եմ, ինչ-որ մեկին փողը քիչ են տվել։ Այօնակ, եթե հիշում եք, նոյեմբերի 9-ից հետո նախկին նախագահ Արմեն Սարգսյանը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ գրեթե բոլոր պետական պաշտոնատար անձանց հետ, Արցախի նախագահ եւ այլն, սա հումորային դաշտից եմ ասում, մի քիչ նաեւ այս ժամանակ շատ նենց ակտիվ լուրեր պատտվում, որ Արմեն Սարգսյանի փողը քիչ են տվել, ինքը իր փողներ ման գալ է, հենց գտավ հանգստացավ։ Հիմա ես կարծում եմ, եթե այսօր քաղաքական դաշտում կան այդ ձեր ասած ներքին առաքումները, դա երևի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, վարչապետի աթոռը զբաղեցնողը Լևոն Տեր-Պետրոսյանը կամ էլի մի քանի գեներալ, X գումարը երևի բաժանելուց ինչ-որ մեկին քիչ են տվել, նա էլ որոշել է դե որ տենցա դուս եմ գալի։ Սա զուտ վարկածի տեսանկյունից։ Ամեն դեպքում Արթուր Վանեցյանը մանդատը վայր դրեց եւ ինչ է խոսում սա, ինչի մասին է խոսում, խմբակցությունը փաստորեն ազգային ժողովում։ Հիմա նայեք, ինքը հայտարարեց իր մանդատը վայր դնելու մասին։ Մնացածում քաղաքական պայքարից հեռանալու։ Մարի ջան, թողեք ավարտեմ, բայց իրավական առումով ինքը չասեց պատիվ ունեմ դաշինքը գոյություն ունի, թե չէ, եթե պատիվ անունեմ դաշինքը գոյություն չունի, պետք է լիներ դիմում հայրենիք կուսակցության անունից պատիվ ունեմ դաշինքը լուծարելու համար։ Եթե ինքը կատարում էր այս քայլը, մենք ունենում ենք սահմանադրական կրիզիս եւ մոտակա 3 ամսվա մեջ կունենանք նոր ազգային, որի ժամանակ բազմիցս անգամ ես խոսացել եմ։ Բայց նայեք, նորից ինքը հասարակության համար անում է քայլը, իմ ասած իրավական գործընթացը, որը կբերեր նոր ընտրությունների եւ կզրկեր դիցուկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին եւս 2-3 թուրքական փաստաթուղթ ստորագրելուն, այս դրա հետ կապված լղոզած ասում է դե յուրե դե ֆակտո, ինչ դե յուրե դե ֆակտո, եթե որոշումը կայացել ես, դու հայրենիք կուսակցության նախագահն ես, հայտարարի պատիվ ունեմ դաշինքը լուծարելու մասին։ Ընտրական օրենսգիրքը ինչ ասում է, եթե ազգային ժողով անցած խմբակցությունը լուծարվում է, ամբողջ իր ցուցակը հետևի համաներով նույնպես դառնում է անվավեր։ Всё, բրծավ, ազգային ժողով չունեն, գնում եք նոր ընտրությունների։ Ես կարծում եմ ուղղակի այս պարագայում նորից որպեսի ինդիմությունում հերթական անգամ, եթե ասենք եւս մեկ անգամ Գասպարյան Սերոպը կամ ես գնանք փորձենք օպերայում մի բան անենք, իրանք նորից Վանեցյանին մաքուր պահում են, որ հենց մենք գնանք ընդ Վանեցյանը նորից գա կանգնի մեր կողքը եւ նորից սահմանա շարժումը վիժեսնի։ Այսինքն հիմա նորից եկան, տապալեցին եւս մեկ անգամ, տվեցին հնարավորություն թուրքահաճո բոլոր փաստաթղթերը ստորագրելու, ապահովեցին բրծան, հիմա նորից քաշում են, դիրքավորվում են, սպասում են նորից էլի որ ուժ դահելնելու հրապարակ, տեսեք արդեն Վանեցյանն այնտեղ է, որ մանդատից հրաժարվել է, որ նորից հետ բերեն։ Ընդ որում նայեք ում են մեջից հանում, այն քիչ թե շատ մի քիչ երևացող, որ կա մի գոնե ժողովրդի 1% կամ 2%, որ ամեն դեպքում վստահություն ունի, այսինքն Վանեցյան, Ղազինյան, այսինքն են իրավաբանական մասը հանում են, այսպես ասած մեջից, նորից դիրքավորված սպասում են, վաղը Արտակ Գալստյանը կամ Վարդան Ղուկասյանը կորոշի մի հատ հանրահավաքանի կամ ընդվզումանի, Վանեցյանը վազելով գալու է կանգնի մեր կողքը, մեզ պետք է ասեն, ըհը լավ, դուք եք նախքին, հարցը փակեն, Նիկոլը շարունակի Թուրքիային Հայաստանը։ Բայց տեսանք, որ այդքան մարդ չի հավաքում նրանց կողքին, պարոն Գալստյան։ Իրանք խնդիր չունեն, որ իրանց կողքը մարդ հավաքեն, իրանք խնդիր ունեն, որ դիցուկ Գասպարյան Սերոպի կողքը մարդ չհավաքի։ Իրանք իրենց խնդիրը լուծել են 100%-ով եւ փայլուն։ Իրանք խնդիր էին դրել, որ հանկարծ ու հանկարծ չծնվի երրորդ ուժ, իրանք իրենց խնդիրը կատարեցին փայլուն։ Պարոն Գալստյան, իրավական դաշտի հետ կապված փորձենք նաև ամփոփել, որ մենք ունենալու ենք նոր դատախազ։
Այն, որ ներկայիս դատախազի գործունեությունից դուք միշտ դժգոհել եք, փաստ է, բայց ինչ է անելու նոր դատախազը եւ սցենարը ինչպիսին է լինելու ձեզ։ Ну, ասեմ ձեզ 18 թվականի իշխանանվիրատվությունից հետո բուն իմաստով կյանքը ցույց տվեց, որքան էլ ցավալի է, բայց մեր Վարդան Ղուկասյանն լավ ասում, լավին լավ, վատին վատ։ Կյանքը ցույց տվեց, որ ցանկացած դեպքում, երբ որ նախկինին փոխում են նորով, նորը լինում է ոչ թե վատը, այլ նորը լինում է հայտարարություն։ Ես անձամբ այդ աղջկադեմ ոչ մի բան չունեմ, ընդհանրապես զուտ փաստական տվյալներ կարող եմ ասել։ Նոր նշանակվող դատախազի հայրը մեղադրվում էր Տարոն Մարգարյանի հետ կոռուպցիոն գործարքների մեջ։ Հենց դա էլ հիմք հանդիսացավ, որ ինքը հրաժարական տվեց Արդարադատության փոխնախարարի պաշտոնից։ Ունեցվածքի եւ մնացածի մասին չեմ խոսում, անհամահունչ է իր հոր զբաղեցրած պաշտոնի, նաեւ Վարդապետյանի աշխատանքի հետ։ Դա երկրորդ։ Երրորդը, եթե չենք հիշում եք Ռուբեն Հայրապետյանի Նեմեցրուբոյի հետ կապված սկանդալը, երբ որ վարչապետի իրավականող խորհրդականը անմիջականորեն միջամտել էր Արդարադատության իրականացմանը, ցուցումներ էր տվել գործով քննիչ։ Հիմա այս մարդուն էսեն է, ինչ որ մենք գիտենք, ինչ որ հանրային է։ Հիմա այս մարդուն բերում դնում են գլխավոր դատախազ։ Ինչ պետք է ակնկալենք իրանից։ Բացարձակապես ոչ մի բան։ Օրինակ տեսեք, քանի դեռ Թաթոյանը աշկից լույսը չի, բայց ասեմ, քանի դեռ Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպաններ, մենք գոնե լսում ենք որևիցե գործողություն։ Թաթոյանի փոխեց սահմանում կատարված իրավ։ Իսկ հիմա մենք զինվորականի զոհված զինվոր ունենք, բայց նրա հանգամանքների մասին դեռ Հիմա նայեք, Թաթոյանին հանեցին բերել նոր միբ։ Հիմա ինձ հարցրեք անունն ինչա չգիտեմ։ Քրիստինե Գրիգորյան։ Միտքը պատի։ Իշո մեկը իա ձայնը լսում է։ Դե փաստորեն վերջի իրադարձությունների հետ կապված նա ինչ որտեղ հայտարարություններով հանդես եկավ, խոսեց, բայց եթե խոսում ենք պարոն Թաթոյանի հետ կապված, տեսեք շաբաթվա վերջին 20-ամյա զինծառայող Հրաշ Փիլիպոսյանին զոհվելու հանգամանքները միջև հիմա չեն հրապարակվում, բայց Արման Թաթոյան այն մարդն էր, որ սահմանին կատարվածի մասին արդեն շատ արագ տալիս եւ տեղեկատվություն է։ Մենակ այդ չի, դե Հրաչ ինչպես ասեք ազգանունը, Բյուրական գյուղից էր, չէ՞։ Եթե չեմ սխալվում, Բյուրականից է։ Հրաշ Փիլիպոսյան։ Հրաշ Փիլիպոսյանը։ Այ դե արդեն մենք էլ ենք սկսել Վարդան Ղուկասյանն զանգել խնդրել, որ իրանով զբաղվենք։ Մենք ունենք տեղեկություններ, որ ինքը զոհվել է բեկորային վնասվածքից եւ բեկորային վնասվածքը եղել է սրտի հատվածում։ Հիմա մենք ինքներս մեր անում ենք, ես կարծում եմ մոտորերս Վարդան Ղուկասյանը դրան արդեն մեր բացահայտումների աստիճանով կառաջանա։ Պատասխանեմ, ավարտեմ ձեր հարցի պատասխանը, որևիցե դրական բան նոր դատախազից չենք սպասում, լինելու է հերթական կամակատարը, բայց ամեն դեպքում հարգենք անմեղության կանխավարկածը, եթե նկատել եք դա մեր բոլորի մոտեցումն ա եղել միշտ, Վարդան Ղուկասյանն էլ ես էլ որոշել ենք, որ 100-օրյա ժամկետը տանք, հասկանանք այս աղջիկը ինչ անում, միգուցե սա այն դեպքերից է, որ իրոք ես ու Վարդան ասում են գոնե այս դեպքում սխալվենք, գուցե ինչ որտեղ կարող աշխատի, ամեն դեպքում ցանկանում եմ իրան աշխատանքային հաջողություններ, միջով տեսնենք ինչ անում, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնի, որ Արտուր Դավթյանից լավ աղջիկ չի լինելու եւ ինչ էլ նկատեցինք, միանշանակ իր համար շատ ու շատ ավելի ծանր է լինելու։ Ընդ որում եթե Արտուր Դավթյանի հետ կար որոշակի խնդիր հասարակության առումով, որ մարդիկ մտածում են դե իրանց դատապարտման կամ իրանց ապօրինի ազատազրկման մեր իմ ու Վարդանի հետ կապված եմ ասում, Արտուր Դավթյանը դերակատարում է ունեցել, դրա համար մենք այսպես ասած վրեժ ենք լուծում եւ ինչ-որ միտեղ ինֆորմացիան հասարակության որոշ խավերի մոտ այլ կերպեր ընկալվում, Աննա Վարդապետյանի հետ կապված դա էլ չկա, թող հաշվի առնի, որ լինելու է միկրոսկոպի տակ եւ պետք է իրականացնի սահմանադրական իր լիազորությունները։ Որպես առաջի լիազորություն իր սահմանադրական, եթե ինքը իրոք հայ աղջիկ է եւ իրոք իրավաբան է, ես խորհուրդ կտամ իրան, որ ի տարբերություն Արտուր Դավթյանի, երբ կստանձնի դատախազի պաշտոնը, առաջի քրեական գործը հայրենիքի դավաճանության հոդվածով պիտի հարուցի գործող վարչախմբի վրա հանձինս ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Գալստյան, մենք խոսեցինք զինծառայողի մասին, նաև տեսնում ենք, որ բանակում էլ բարեփոխումները այն արագությամբ չեն տեղի ունենում։ Արդյոք ձեր այդ հանրային դատը նաև անդրադառնալու է բանակում։ Միանշանակ, մենք անդրադառնալու ենք բոլոր գործերին։ Հիմա որպեսզի հասարակական հնչեղությունը ապահովենք, գնալու ենք ծանրեն նախկին ծանր գրոմկի հնչեղ գործերին, բայց միևնույն դեպքում
հանրային դատարան, կոպիտ ասած մուտքը բացառնելու Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու, ուղղակի ֆորմատը նոր է, դեռ պիտի հավաքենք փաստաբանական խումբ, վճարումների խնդիր կա, մարդիկ ձերի չեն աշխատելու, որտեղ հատորներով գործեր ենք ուսումնասիրում, տեղեկանքներ ենք անում։ Ու ասենք այս մի գործը ես կարողացա ինքս ինքնուրույն դնեմ ուսումնասիրեմ կամ ինչ-որ մի բան եմ։ Ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին, ձեր հետ համաձայն չեմ, բանակում բարեփոխումները կատաստրոֆիկ արագությամբ են ընթանում, բայց ոչ թե դեպի առաջ, այլ դեպի հետ։ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը ոչնչացնում են հայոց բանակը եւ կարծում եմ հասել են փայլուն արդյունքների։ Զոհված ընտանիքների ընտանիքների հետ ունեք համագործակցություն։ Ինչ փուլում է այդ գործերը։ Այդտեղ նույնպես խայտարակ վիճակ կա, ծնողների որոշակի ստվար զանգվածի փողով ուղղակի առել են վերջիններս ընդհանրապես չեն մասնակցում, կա շատ ակտիվ պայքարող մասա, թե խիմիկների մեջ այն որ իրենց մայրերից մեկն էր եկե, շատ դուրս եկավ այդ կինը, այն որ ասում եք իրոք սարքելա կյանքի նպատակ։ Մարդիկ պայքարում են, բայց բոլոր տեղերը արդեն կոպիտ ասած Սերժի ժամանակ ոնց էր Էրնեկ են տալի, որ ասում Սերժի ժամանակ գոնե ձևն էին պահում։ Հիմա արդեն հասել է անդե, որ նիկոլական իշխանավորները եւ ինչու՞ չէ նույն հենց ինքը հանդիպումների ժամանակ բավականին կոպիտ, ագրեսիվ, ինչ եք ուզում, փողները տվել ենք, լապները տվել ենք, ելեք գնացեք, որ ձեր երեխան կենթանին լիներ խիդ այդքան փողեր բերելու ձեզ, արդեն այս վիճակի մեջ է։ Դա մեր մոտ էլ գալիս են, մենք էլ ինչ ասենք, ասում ենք միակ լուծումը իշխանափոխությունն է, մենք այսօր չունենք այդ լծակը, որ գնանք նստենք Ալիև հետ բանակցենք, քո երեխան վերենք տանք քեզ։ Նույն դենկաների շփոթմունքներն է, ոչ մի խոսքով չեմ ուզում անդրադառնամ խայտարակ սարսափելի վիճակա, ես ասեմ ձեզ, որ ավելի երևի չկա աշխարհի երեսին գոնե գետ մեկ երկիր, որտեղ զինվորը իր համար, պետության համար զոհված զինվորը եւ իր հարազատը այս աստիճանի անարգված լինեն գործող իշխանության կողմից։ Մենք դեպքեր ունենք, որ նույն պատրուլը կանգնացնում է մարդը տենում է զոհվածի, ասում է զոհվածել, ասում ես դրա համար քեզ տուգանում են, որովհետեւ քու տղեն գնաց է թուրքի դեմ կռվել։ Արդեն հասել ենք այդ աստիճան։ Պարոն Գալստյան, ասեմ, որ արդեն բավականին շատ զանգեր ունենք, բայց մենք դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո խոստանում ենք արդեն կվերցնենք հեռախոսազանգերը եւ կփորձենք պատասխանել։ Հետևեք, խնդրեմ։ Իր անցյալի պատմությունը չիմացող ժողովուրդը երբեք չի կարող ապագա ունենալ։ Դու կարող ես իմանալ քո անցյալը։ Անիտուրը մայիսից հոկտեմբեր ամիսներին կազմակերպում է 4-ից 15 օրյա շրջագայություններ դեպի պատմական Հայաստան, Կիլիկիա եւ Կապադովկիա, Կարս, Անի, Վան, Էրզրում, Եդեսիա, Ադանա, Արարատ, Նեմրութ եւ Մուսալերներ, Հեքիաթային Կապադովկիա, հաճելի հանգիստ բարձրակարգ հյուրանոցներում, որից 4 օրը միջերկրականի ծովեզերքին։ Տեսեք, ճանաչեք, սիրեք հայոց հավիտենական հայրենիքը։ Անիտուր դեպի ակունքներ։ Hello to everyone. I am Benjamin Pogosyan, the host of the Viewpoint program on Noyan Tapan TV. Every Monday on the YouTube channel of Noyan Tapan TV, you will listen my assessments and analysis on the events which happened inside and behind Armenia. We will analyze the situation, domestic politics, foreign politics, and also the regional and international security dynamics. Every week on Noyan Tapan TV YouTube channel. Viewpoint with Benjamin Pogosyan. Թամարա պաղպաղակ, միակ պաղպաղակն է, որ 98 թվականից ներմուծվում է Ամերիկա եւ ունի միջազգային բոլոր պահանջները բավարարող համապատասխան վկայական, աշխարհի տարբեր երկրներում լավագույն գնահատականի արժանացած եւ 2016-ի տարվա լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ եւ օգտակար եղեք ձեր հայրենակիցներին Հայաստանի մեջ, ձեր հիշարժան միջոցառումներին եւ խնջույքներին հրամցրեք լավագույնը, հայկականը, վստահություն եւ բնական համ։ Թամարա, վայելեք գերագույն հաճույք։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է իրավապաշտպան Արտակ Գալստյանը։ Պարոն Գալստյան, ինչպես խոստացել ենք, զանգ լինելու դեպքում ես կվերցնեմ եւ կփորձենք պատասխանել մեր հեռուստադիտող։ Հենց այս պահին զանգ ունենք, փորձենք լսել հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Հա, բարև Դիմարի, ես շատ ուրախ եմ, որ ձեզ լսում եմ
եւ խնդրում եմ ձեր հույրից խնդրեք ասեք, որ ինչ կուսակցության կողմից է խոսում եւ որ երկիրն է, որ իրանց օգնում է այս ճանապարհին, կարողանան Հայաստանի դժվարությունները անցկացնեն եւ մի հարց էլ ունեմ, որ ինչու բանակի կողմից չեն խոսում սրանք, որ պարոն Փաշինյանը կռվի ժամանակ իրան հրճակեց բանակի հրամանատար եւ դրանից հետո կոտորածից հետո իրա մի հատ ուսուցիչի բերել է դրել է նախարար, բանակի նախարար, ոչ մի կրթություն չունի բանակի կողմից։ Ես դժվարանում եմ այս արդյոք խոսեմ։ Խնդրում եմ ձեր ուրից ասեք բարձրաբանեք այս պատմությունը։ Շատ շնորհակալ ենք։ Լավ, գանք պաշտպանության նախարարից, որից հեռուստադիտողը երևի չի հետևում մեզ, դրա համար չգիտի որ կուսակցություն եք ներկայացնում։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից համանadrությունը խախտելուն, իր գերագույն հրամանատար հռչակելուն, մենք դրան բազմիցս անդրադարձել ենք։ Իդեպ ես ընդամենը մի րոպե առաջ որ ասացի, որ նոր դատախազը մեկ խնդիր պիտի լուծի, դա Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության յուրացումն է եւ իրան գերագույն հրամանատար հռչակելը, հենց դա առաջին մեղադրանքը պետք է լինի, որը պետք է առաջադրվի Նիկոլ Փաշինյանին, որտեղ չլինելով գերագույն հրամանատար յուրացրել է այդ լիազորությունները, որը որ հանգեցրել է Հայաստանի Հանրապետության ծանրահամար ծանրագույն հետևանքների, տարածքային կորուստներ, մարդկային կորուստներ, ֆինանսական կորուստներ։ Ընդ որում, ասեմ ձեզ, այս մեղադրանքի հետ կապված նույնիսկ քննություն անել պետք չի, որտեղ ամեն ինչ առավել քան ակնհայտ է։ Ես խորհուրդ կտամ հեռուստադիտողին ավելի նորմալ նայել մեր հաղորդումները, գոնե հաղորդումները նայելուց ընկայելուց հետո նոր այդ հարցերը բարձրացնի, որտեղ հիմա ինքը ասած են, ինչ որ բազմիցս այդ ուսուցչուհի անունն էլ որ տվեց, այնպես չի որ իրանք օդից են վերցրել, դա հայտնի Վարդան Ղուկասյանի որակումն է այսօրվա պաշտպանության նախարար, այսինքն օգտագործում են մեր իսկ բառերը, բայց ասում են ինչու չեք անդրադառնում։ Եվ ամենակարևոր հարցին պատասխանեմ, չկա որևիցե երկիր, որ կարողանա ղեկավարի Արտակ Գալստյանին կամ Վարդան Ղուկասյանին ֆինանսավորումները ձեզ որտեղից։ Մենք բացարձակապես որևիցե տեղից ֆինանսավորումներ չունենք, մեր հիմնական ստանդարտ ռեսուրսներն է, Վարդան Ղուկասյանը դանատներով է փող աշխատում, ես աշխատում եմ իրավաբանությունով։ Այն ինչ որ ավելի կարողանում ենք սեղմենք մեր ընտանիքներին, դա էլ ուղղում ենք այս գործունեության համար։ Գտեք գոնե մեկ հոգու, որ կարող է դուրս գա եւ հայտարարի, որ գոնե մեկ լումա ֆինանսավորել է Վարդան Ղուկասյանին կամ Եթե ֆինանսավորումը լիներ, դուք հիմա արդեն քաղաքական դաշտում Ուրեմն ասեմ ձեզ, այսքան ժամանակ ընդամենը մեկ անգամ Ավստրալիայից 2 հոգի են եղել, որ ընդհանուր տենց հավաքվել են, Ավստրալիայից մոտ $500 չափով գումար էին ուղարկել Վարդան Ղուկասյանին հանրային ձայնին օգնության, Վարդան Ղուկասյանն էլ այդ գումարը ուղարկել էր կոպիտ ասած տեղի երեխեքի աշխատավարձներ բան տալու համար, որի մասին էլ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ հանրային եթերով այդ մարդկանց շնորհակալություն հայտնեց։ Եթե մենք ունենում ենք նման բաներ, անմիջապես արձագանքում ենք, որ հանրությունն էլ իմանա, այս մարդը ազգի համար կամ մեր համար մի բան արել է, այսքան տարիների ընթացքում դա է, որևիցե մեկը ոչ Սփյուռքից, ոչ տեղից, որևիցե ֆինանսավորում մենք չունենք, չեն տալիս, մենք նաև հասկանում ենք, թե չեն տալիս, որտեղ բոլորի համար սարսափելի է երբևիցե կանգնել հանրային արդարադատության կամ հանրային դատի առաջ, նաև հասկանում են, որ փողը տվեցին, դա դեռ չի նշանակում, որ իրանք չեն կանգնելու։ Պարոն Գալստյան, հանրային դատը փաստորեն նոր ձևաչափ է մտնում հանրային կյանք եւ ինչ նպատակը այդ գործերը բացելն է, վերաբացելն է, բացահայտում անելը։ Հետո ստացակ արդյունքը, այդ արդյունքը ոնց պետք է կյանքի կոչեք։ Ուրեմն ասեմ ձեզ, դա եւ իմ եւ Վարդան Ղուկասյանի մոտեցումն է, նաեւ իր պահանջն է ինչ-որ միտեղ, դե քանի որ իրավաբանական ամբողջ բանը բլոկը ընկած է իմ ուսերին, բանականաբար ինքն էլ իրավաբանությունից մի քիչ հեռու է, դրա համար հենց պահանջը իմ վրա է դրված, որ բոլոր վճիռները, որ հետագայում կպետք է կայացնի հանրային դատը, այն աստիճանի պետք է լինեն արդար, որ մեր Հայաստանի, մեր իմ ու Վարդան Ղուկասյանի իշխանության գալուց անմիջապես հետո այդ վճիռները պետք է ստանան օրինական ուժ։ Այսինքն, եթե դուք չեք լինում իշխանություն, այդ վճիռները մնում են պարզապես դուք դրա մասին խոսում եք, հանրությունը իմանում է եւ խոսում ենք, վճիռը տալիս ենք, կողմը գոնե թե ունենում է բոլորն իրավական հիմնավորումները, մենք չենք գա, բայց ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե ազատվելու է թուրքական իշխանություններից եւ դժոխք կողմը կոպիտ ասած այդ գործով կամ շահող կողմը ունենալու է իրավական բոլոր այն
փաստարկները, ընդ որում նաև հասարակական հնչողության մակարդակով, որ կարող է նորից արդարադատության բունեության խախտման հիմքով նոր իշխանությունը, հայկական իշխանությունը դիմի եւ այդ հիմքով վերանայել տա իրանց վճիռները։ Մեր դեպքում, եթե մենք եկանք, միանշանակ այդ վճիռները միանգամից մտնում են օրինական ուժի մեջ։ Իսկ ձեզ կարող անկախ նրանից թե Հայաստանի Հանրապետության որացյանն է իրենց դատը կամ ասկեն եթե կայացվելու հանրային դատում դիցուկ արդարացման դատականակ, սա նույնպես հույսի ձևերից մեկն է մարդկանց, դա նշանակում է մեր իշխանության գալու դեպքում արդարացման դատականակը անմիջապես մտնելու ուժի մեջ եւ մարդը բացաթողնվելու։ Իսկ եթե դուք չեք գալիս իշխանության, կարող եք դուք պարտադրել նոր եկած իշխանությանը, որպեսզի այդ բնականաբար մենք հետևողական ենք լինելու այդ վճիռների կայացմանը, մենք ինքներս այդ մարդկանց այդ գործերով առաջ ենք տանելու։ Ասկեն քանի որ ինչպես նշում է մեր Գագիկ Ջանգիրյանը Հայաստանի Հանրապետության արդարադատությունը խեյերի արդարադատությունն է, կարծում եմ, որ հենց դա ստիպեց մեզ, որ ունենանք ալտերնատիվ նորմալ մարդկային ոչ առանց խեյերի հանրային արդարադատություն, որտեղ նայելով ԲԴԽ նախագահի հայտարարություններին եւ արտահայտություններին Հայաստանի Հանրապետության, եթե դա մնում է անպատասխան, ինքը շարունակում է պաշտոնավարել եւ նույն ԲԴԽ-ում, որտեղ նույն խերն են նստած, ավտոմատ կերպով ես որպես քաղաքացի ինչ երաշխիքով պիտի վստահեմ խեյերի կայացրած վճիռներին։ Հենց դա էր պատճառը, որ ստիպեց ինձ եւ Վարդան Ղուկասյանին ստեղծել հանրային դատ ֆորմատը, ու բուն հեղինակը կարելի ասել հենց Վարդան Ղուկասյանն է, մենք այսպես ասած տեխնիկականն ենք, որտեղ այդ բլոկը ամբողջովին իր տիրապետման տակ է։ Փորձենք մեկ զանգել պատասխանել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ալո, բարև։ Բարև ձեզ։ Ուրեմն անցյալ անգամ դեր մի քանի հաղորդում առաջ ձեր գոլեգան Տիգրանը հարցազրույց արեց մեր ժողովրդին, որ երկար շուտ զանգերը վերցնել, որ ով ասենք սատարում ժողովրդի մեծ մասը սատարեց Փաշինյանին եւ դրանից հետո էլ տեսան YouTube-ով, այսինքն այն բանը, որ դրական է Փաշինյանին չեն տեսնում։ Երկրորդը Փաշինյանը հենց առաջօր ասաց, որ մեր ժողովրդի մեջ դատական սիստեմը, ամեն սիստեմը փտած է եւ այդ մարդը մենակ 4 կողմից տանակներով արտաքնել է գրել, չի կարող է, մենակ պետք է օգնել այդ մարդին։ Լավ, հասկանալի է։ Նախ ասեմ, որ հաղորդումը YouTube-ում կա, դուք կարող եք նայել այդ հաղորդումը ջնջված չէ, եւ պարոն Գալստյան, եթե փորձում ենք օգնել Փաշինյանին, համակարգը փտած է։ Սա ինչի մասին է խոսում։ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը փտած չէր, բարեփոխման կարիք ուներ, բայց փտած չէր։ Դա առաջին։ Երկրորդը Փաշինյանին ինչին օգնենք Սյունիքը հանձնելու գործընթացին նոյեմբերյանը հատնել։ Մեր հերոստատիտողի ասածը հետեւյալն էր, անցած անգամ ես ինչպես հասկացա մեր հարցում արեցին, թե ժողովուրդը ում է ընտրում այս ներկա պահին, փաստորեն մեծամասնության սերը եւ վստահությունը վայելում է ներկայիս վարչապետը։ Ինչ քանակի մասին է խոսքը։ Սփյուռքի հետ էր հարցումը հիմնականում։ Դե ես խորհուրդ կտամ Սփյուռքին, մեր սիրելի սփյուռքահայերին դուրս գան իրանց դիվաններից, վերադառնան Հայաստանի Հանրապետություն, Հրաչ Փիլիփոսյանի նման իրանց երեխային ծնողների նման իրանց երեխային ուղարկեն սահման եւ իրանց երեխայի արյան վրա կամ եռաբլուրում նոր խոսան մի բանի մասին, որից գոյություն չունեն։ Գիտեք ինչ կա, մենք ունենք օպերատիվ տեղեկություններ, որ մոտավորապես Նիկոլ Փաշինյանի ամբողջ ֆեյքային բանակը օրական Սփյուռքի այս կամ այն կառույցին ուղարկում են 10-ից 15 նամակ, որ Նիկոլ Փաշինյանն արեց, այսքան գնում է ակտիվ քարոզչական ռոպագանդա։ Բայց նորից եմ կրկնում, լինել Լոս Անջելեսում կազինոյի կողքին ապարատի մեջ մի $150,000 գցելուց հետո խոսալ հայրենիքի մասին շատ կներեք։ Մենք ունենք բազմաթիվ սփյուռքահայեր, որոնք իրոք փորձում են հասկանան ինչա կատարվում, իրոք ցավում են, իրանք իրոք որևիցե գործողություններ կատարում են, բայց իրանք բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետության միակ փրկությունը թուրքական իշխանության հեռացմանն է։ Այս հաճելի ձայնով ազնվորությանը ես նորից եմ ասում, խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ վերջի 20 տարվա ընթացքում այցելել Հայաստանի Հանրապետություն, լավ կնի այցելի իր թորնիկների հետ, մի հատ գա կենթանի տեսնի Նիկոլ Փաշինյանի դեմքը եւ ինքը իրան հարց տա, ինքը արդյոք պատրաստ է իր թորնիկին կամ իր տղային հանձնել այս թրկահպատակ իշխանության ձեռքին։ Փորձենք մի զանգել պատասխանենք, զանգելը շատ է։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում։ Բարև ձեզ, ես հասկանում եմ, որ
Պարոնը Նիկոլ Փաշինյանին փնովելու համար, բայց պիտի հիմնավորի, որ հղի կնոջը ինչի պիտի Նիկոլ Փաշինյանը ասում եմ ինչի համար պիտի Նիկոլ Փաշինյանին Հասկանալի է։ Այս հարցը մենք հիշենք, պարոն Գալստյան, մի զանգել վերցնենք, որից հետո փորձենք պատասխանել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես սպյուրք եմ խոսում, չնայած ես սպյուրքը հայ չեմ ինձ համարում։ Եվ այդ մարդու կարծիքը դուք մի ասեք մի համարեք ամբողջ սպյուրքի կարծիքը։ Այնպես որ այդ իմաստով սպյուրքը շատ տարբեր է։ Հիմա մի հարց ձեր գործի հետ կապված։ Նախ շատ ողջունելի է ձեր բանը որոշել եք դատը բացել։ Շատ ողջունելի գաղափար է։ Շատ լսում ենք ձեզ, լսում ենք։ Ձեր գաղափարը շատ ողջունելի է, բայց մի այսպիսի հարց կա, նկատառում կա։ Այն ինֆորմացիան, որ ձեզ պետք է այդ դատերը բացել համար, դուք ինչպես պիտի ձեռք բերեք։ Եթե օրինակ խոսքը վերաբերում է նախկիններին, ես հասկանում եմ, որ դա ձեզ կտրամադրեն, բայց այն ինֆորմացիան, որ պետք է ներկա իշխանություններին, ձեզ ով պիտի տրամադրի, որտեղից ձեզ այդ ինֆորմացիան, որ կարողանաք այդ դատերը անցկացնել։ Շնորհակալություն զանգի համար։ Որտեղից է լինելու ձեզ ինֆորմացիա եւ ինչու հղի կնոջ դեպքում պետք է Փաշինյանը պատասխան տա։ Ում հերթականությամբ գամ առաջինը պատասխանը մեր հաճելի ազնվորությանը, ուրեմն մենք հիմնական ֆորմատը վերցնում ենք այն գործերը, որոնք արդեն ավարտվել են։ Այսինքն Հայաստանի Հանրապետության դատական ատյանը կայացրել է վճիռ, որը հրապարակում է դատալեքսում, որտեղ արդեն ականհայտ է քրեական գործերի դեպքում դիցուկ դատախազի կարծիքը, մեղադրական ապացույցները, դատանի գնահատականը։ Բնականաբար այսօր խերի արդարադատության ժամանակ ինքներդ գիտեք, թե ինչ է կատարվելու։ Այսա վերցնում ենք, այսինքն մենք ունենք ամբողջական պատկերը, ունենք փաստաբանի կարծիք, ունենք դատախազի կարծիքը, ունենք դատանի կարծիքը, սա ենք վերլուծելու եւ կայացնելու վճիռ։ Սա տարբերակ առաջինը, տարբերակ երկրորդ արդեն իսկ ունենք ընդամենը 8-9 ժամվա մեջ մոտավորապես մի 10-12 զանգ, որ մարդիկ ուզում են իրենց գործերով գան եւ դիմեն հանրային դատի։ Այսինքն ես կարծում եմ, որ շատ շուտով հանրային դատը դառնալու Հայաստանի Հանրապետության 4-րդ իրական դատական ատյանը։ Ինֆորմացիան թե իսկ երկրորդը ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը պատասխան տար հղի կնոջ համար, բա ով պետք է պատասխան տար, մեր զանգահարողի մայրը թե հայրը։ Այդ զանգահարողը որ ասում է ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը պատասխան տար, մի պահ կարող է պատկերացնել, որ իր երեխուն են գցել Դուխով վարչապետի Շարասյան տակ։ Միջալուց դա այն հեծանվի տակ չեն գցել։ Ես այնօր հաշվել եմ Դիլիջանի բենակ իր մուտքն ու ելքը երկրում, ինչպես իրանք են ասում, բարձր վստահություն վայելող վարչապետը Հայաստանից Երևանից Դիլիջանա գնում 14 մեքենայով։ Ով ասում, որ Երևան քաղաքում պետք է դու վարչապետի աթոռը զբաղեցնող անձ բացես արագություն 120 կմ/ժ, ինչի համար։ Կառավարեր այնպես, ոնց որ քու նոր ընտրված ժամանակներ, որ կարողանար քայլել։ Այն որ դու այսօրվա դրությամբ քո սեփական քաղաքում, որտեղ դու իշխանություն ես ներկայացնում, երթևեկում ես 120 կմ/ժ արագությամբ, դա քո ապաշտոր փնթի թուրքական քաղաքականության արդյունքն է։ Բա ով պետք է պատասխան տար, զանգահարողի մայրը թե հայրը։ Մի հատ հարցրեք իրեն, եթե քո աղջկան գցածել էին տակը, ով պետք է պատասխան տար։ Վերցնենք մեկ ուրիշ զանգ, պարոն Գալստյան։ Լսում եք ձեզ, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փաշինյանը 120 մեկներ, որտեղ իր սպանողները, իր դավաճանները շատ են։ Ես քան անգամ Արարատ Միրզոյանի եւ մյուսների համար բան են արել։ Այո, սպանություն են արել։ Հասկանալի է։ Ուրեմն պատասխան եմ հարցին 18 թվականի, կարծում 18 թվականի իշխանապողությունը, եթե դա իրական էր, երևի եթե Նիկոլ Փաշինյանը սպանողների այդպես շակերտավոր մեծ քանակ ունեցել, հենց եղել է 18 թվականին, բայց ոնց որ թե ազատման էր գալի ժողովրդի մեջ։ Ոչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում 120 կմ/ժ արագությունով սկսել է երթևեկել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վաճառելուց եւ մոտավորապես 12000 երեխաների գլուխները ուտելուց հետո։ Բնական է, որ այդ նման արարքներ հանցագործություններ կատարած մարդը, երկիր վաճառած մարդը ընկնելու այդ օրը, բայց ինչ պետք է անի։
Պարոն Գալստյան, վերադառնանք մեր Իմիջիալոց նույն պատգամած վերաբերվում է նաև այս զանգարողին, ես ցանկանում եմ, որ ձեր երեխան նույնպես ընկնի Նիկոլ Փաշինյանի շարացյան տակ, եւ ես շատ մեծ հաճույքով կտեսնեմ, թե դուք ինչպես եք արդարացնում իրան։ Պարոն Գալստյան, վերադառնանք մեր ներքաղաքական իրավիճակին։ Ամեն դեպքում դեռ այս ընդդիմության շարժումը թակում է մեր դռները, ամեն դեպքում նրանց ներկայությունը մարդկանց ինչ որտեղ մտածելու տեղիք է տալիս։ Ինչ է լինելու։ Մենք երբ կարող ենք ունենալ նոր ընտրությունների հավանականություն եւ Մենք ունենանք նոր ընտրությունների հավանականություն այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանի գործատուները Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ընդհանրապես կհեռանան ասպարեզից։ Հայաստանի Հանրապետությունում հանձնես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գոյություն չունի եւ Դաշնակցության գոյություն չունի ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի գործադիր տնօրենն է։ Ջանգիրան Գագիկի խոսքերը վկա։ Նիկոլ Փաշինյան որպես Հայաստանի Հանրության վարչապետ գոյություն չունի, ինքը որևիցե որոշում չի կայացնում։ Որոշումները միջև այսօր էլ կայացնում է Ղարաբաղյան կլանը։ Ուղղակի գտել են մեկին մի ամենասունակի, որը որ այս ամեն ինչը վերցրել է իր վրա, իր գինին տալիս են, հացը տալիս են, ջուրը տալիս են։ Ես էլ եմ ասում, երեք մեր նույն այդ քննարկման ժամանակ թե ԲԴԽ-ին այն գալիավես որ դիմենք, մեր փաստաբաններից մեկը հատ հոյակապ առաջարկ արել, ասում է գրենք երևի թե քանի որ ոչ մի կերպ չի հերկվում ձայնագրությունը, ասում է երևի թե արդեն Գագիկ Ջանգիրանին դիմելուց պիտի գրենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռուլի տանող Գագիկ Ջանգիրանին։ Ես նորից եմ ասում, իմ համար որպես հայ քաղաքացի արդեն վիրավորական է խոսել ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ մենք խոսում ենք բացարձակապես ոչինչի մասին։ Մարդ, որ այս պետությունում որևիցե խնդիր չի լուծում։ Իրան ուղարկի դրել են, ասել են դու այսօր վարչապետ ես, ինքը այսօր վարչապետ։ Բակ ասեն դու նորից լրագրող ես, կվեկանեն կդնեն, ինքը լրագրող է, ինքը իր գինին, իր կորմը տեղը լինի, ուրիշ ոչի բանի ինքը ընդունակ չի։ Չկա Նիկոլ Փաշինյան գոյություն չունի, նա որոշում կայացնող չի։ Եվ ինչ որ միտեղ համաձայն է Սփյուռքայի հետ, որ եթե մարդը որևիցե որոշում չի կայացնում, ինչու պիտի նաև պատասխան տա այդ հղի կնոջ համար, ինքը ուղարկի չկա։ Այդ էքսկորտի մեջ կարող լիներ նստած Նիկոլ Փաշինյանը, կարող լիներ ասենք դիցուկ մեկ մեշոկ վարունգ կամ քյալա կամ սխտոր։ Նու չէ, սխտորը մի քիչ ավելի պետք է կանա, սխտորին հանգիստ թողնի։ Պարոն Գալստյան, ներքաղաքական իրավիճակը դուք կարող եք համարել, որ ճգնաժամային վիճակում ենք։ Բացարձակապես իշխանական ճգնաժամ այս պահին չեմ տեսնում, տենում եմ, որ մեծ թատերական ներկայացում, ընդհանուր թատերական ներկայացումն է մտնում ճգնաժամային փուլ, որտեղ անընդհատ սցենարիստները, կոպիտ ասած եւ գլխավոր դերակատարները նոր ինչ-որ սցենարներ են մտածում, նոր սպանություն, նոր ավտովթար, որ անընդհատ ժողովրդին հիմնականից շեղեն, նայեք հաճախականությունը շաբաթվա մեջ մինիմում 1-ից 2 անգամ տեղի է ունենում շեղող կամ մեկին սպանում են, կամ մի հատ զինվոր է մահանում, կամ մի հատ գրոմքի հանցագործություն, կամ մի հատ բանկ են թալանում, որ անընդհատ ժողովուրդը այսօր շեղված լինի, այս կոմ, Նիկոլն էլ հասցնի թուրքական փաստաթղթերը ստորագրել։ Էսա, բայց այս սցենարն էլ է արդեն ոնց որ իրան սպանում։ Այսինքն այն Սանտա Բարբարա ֆիլմ ունենք, այսինքն այս ընդդիմություն իշխանություն կինոն դարել է Սանտա Բարբարա ֆիլմը, անընդհատ նույնն է։ Նույն Սիսինա, նույնն են։ Ոչինչ չի փոխում, միջև չմտնի ուժ գործի մեջ երրորդ ուժը, որին խանգարում են այսօր շատ ակտիվ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, անում են ամեն ինչ, որ հանկարծ իրանց գործադիր տնօրեն Նիկոլ Փաշինյանի գլխից մաս չփոկի։ Նույնպես դեպքում Նիկոլ Փաշինյանը ուղարկի այդ վարունգով պարկն է, որ այնտեղ դրած է, ղեկավարում է միջև այսօր Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Միջև այսօր 50%-ը բաշխի ցանցերի Սերժ Սարգսյանին է։ Միջև այսօր Ռոբերտ Քոչյանի բոլոր բիզնեսներն աշխատում են։ Նույն ընդդիմադիր Արտուր Վանեցյանի, այսպես ասած, շակերտավոր բիզնեսները ոչ միայն աշխատում են, այլ ծաղկում են։ Նույն պետությունը, ոստիկանությունը նույն Ռոբերտ Քոչյանից առնում է 2.5 միլիոն դոլարի Toyota, ուրիշ ոչ մեկի չէր կարողանում առնել։ Նույն Սերժ Սարգսյանին միտինգները սկսելուց ընդամենը 15 օր առաջ տալիս է հնարավորություն 5.5 դրամով հոսանքը թանկացնելու, որտեղ բաշխից ցանցերի 50% սեփականատերն է, դե ֆակտո ինքն է, եւ այդ գումարներով կատարում են այս թատերական ներկայացումը։ Լավում եք էշի տեղ դրել։ Նայեք ձեր շրջապատում հներից ով ունեցել է այդ իրանց ասած թալանած եւ լափած ունեցվածքից գոնե մեկը զրկվել է, գոնե մի բան ժողովրդին վերադարձվել է, ոչ։ Ամենահասարակ արագաչափերից բռնած։ Այդ Большое привет Զիմովա դարել է 4 անգամ ավելի շատ։ Եվ թանկացումները։ Թանկացումների մասին դեռ չեմ էլ ուզում խոսալ։
Բենզինը դոլարը իջնում է, բենզինը թանկանում։ Ինքը մի քայլ չէր արել իր ամբողջ պատմության մեջ, այն ինչ որ արեց Ռոբերտ Քոչյանը իր կառավարման սկզբին, երբ որ արհեստականորեն դոլարը իջացրեց մինչև 270 դրամ։ Եվ այս նույն սփյուռքահայերին ստիպում էր Ռոբերտ Քոչյանը այն ժամանակ, որ եթե իրանց բարեկամին պահելու համար պիտի ամսական ուղարկեին $100, հիմա սկսեցին ուղարկել 300։ Նույն խնդիրը անում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Դոլարը իջեցրել է 400, դիզելային վառելիքը սարքել է 700։ Այն ժամանակ, երբ որ դոլարը 550 էր, դիզելային վառելիքը 280 էր։ Այսինքն բոլոր նույն ստանդարտ մեթոդիկան է, թալան, այսինքն նոր ոչինչ չեն հնարում, ոնց շարունակվել է, տենց էլ շարունակվում է։ Իրա ոսկորը գցել են իր դեմը, կրծում է նստում է դիվանի վրա, վсё ինքը ոչ մի բանից չկա։ Դրա համար երևի ատամները փչացել են։ Պարոն Գալստյան, իսկ հայրենիքի փրկությունը դա պետք է լինի եղանակային պայմաններից ելնելով սցենարը պետք է ինչպես պետք է լինի այդ հայրենիքան փրկության սցենարը։ Այնուհետև եմ ասում, այդ ձեր ասած եղանակային բան, հենց դուք ասում եք այդ Սանտա Բարբարայի կինոն, որ ասենք այդ օր անձրև էր գալի, ռեժիսորն ասում է լավ, դե այսօր անձրև է, այս սերիան կնկարենք վաղը։ Նու մենք ունենք մեր ճանապարհային քարտը ՂԶ ես ու Վարդան Ղուկասյանը, ասեմ ձեզ շատ մոտ ենք արդեն օֆիցիալ դրա մասին հրապարակելու, հույս ունենք մոտակա 2-3 ամսվա ընթացքում ամբողջ ճանապարհային քարտեզը մենք Այսինքն նոր բան պետք է ասեք, այն ինչ որ եղել է ձեր ծրագրերի մեջ։ Միանշանակ ասելու ենք նորը եւ հանրային դատը հենց դրա հիմնական գործիքակազմերից մեկն է։ Պարոն Գալստյան, մեզ 2 րոպե ժամանակ մնաց, ես ուզում եմ այս հարցը ձեզ ուղղել։ Երեք համացանցում տարածվեց նաև հետևյալ հայտարարությունը, որ ապարանցիները ոտքի ելնեն այս դեպքից հետո։ Սա քաղաքի պատիվի հարցն է։ Ինչի մասին է սա խոսում։ Դե ամբողջ խնդիրն է, որ Աբարյանի մեր քաղաքացիների վրա կրակել են Երևանից գնացած ու տարբեր վերսիաներով ԿՓԱ-ականները։ Հասկանում եք, սա եւս նորից եմ ասում, եթե մի երկրում արդարադատությունը խերի ձեռքն է, ոստիկանությունը խերի ձեռքն է, արդյունքն էլ նա, որ երբ որ չկա օրենք, ժողովուրդը ինքն է իր հարցերը լուծում։ Ես չեմ ուզում մեղադրեմ կողմերից որևէ մեկին, որտեղ գործի նյութերին բարձրում ասում ծանոթ չեմ, իմ համար անընդունելի է, որ պատկերացրեք, ընդ որում իշխանության մեջի մարդիկ, նույնիսկ իրանք չեն վերցնում հեռախոսը դիցուկ, եթե եղել է ինչ-որ մի կոնֆլիկտ, դիմեն իրավապահին, այլ դիմում են զենքի։ Այսինքն նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանավոր անդամները հասկանում են, որ իրանք քանդել են ամեն ինչ, իրանք չունեն ոստիկանություն, չունեն դատախազություն, որ գոնե իրանք իրանց խնդրով դիմեն, այլ գնում են զենքը վերցնում են, գնում են կրակում են։ Լավագույն ազդանշանն է։ Պարոն Գալստյան, շնորհակալություն եմ հայտնում մետաղավարին հյուրընկալելու համար, հետևենք զարգացումներին, իսկ օր-օրի դրանք գնալով ավելի են կարծես թե իրավիճակը փոխում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հաջորդ անգամ խոստանում ենք, եթե զանգերը շատ լինեն, մենք հաղորդման սկզբից կփորձենք արդեն հեռախոսազանգերին պատասխանել, որպեսզի դուք ունենաք շփումը Արտակ Գալստյանի հետ։ Այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։